24 News-ի եթերում Մարդիկ Արցախից հաղորդաշարն է, այսօր ձեզ հետ միասին պատրաստելու ենք արցախյան թթու, ինչպես նաև խոսելու ենք արցախյան իրականությունից Վիկտորիայի ընտանիքում եմ հյուրընկալվել, խոսելու ենք ամենաիրական պատմություններից։ Ողջույն Վիկտորիա։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ հյուրընկալել եք մեզ, ձեր հարկի տակ եւ անհամբեր եմ արդեն, որովհետեւ վաղուց արցախյան թթու չեմ փորձել, եթե անկեղծ լինեմ, ուզում եմ բացահայտեք բոլոր գաղտնիքները ու ծանոթացնենք մեզ պատրաստման process-ին։ Շատ լավ, նախ ես եմ շնորհակալ մեզ այցելելու համար։ Նմանատիպ այցերը մեզ միշտ ոգևորում են, մենք ավելի եռանդով ենք աշխատում, մեր գործը ավելի սիրով ենք անում։ Ես նախ նշեմ, որ թթուների բիզնեսը, այսպես ասած, որ սկսել ենք, դա մեր երազանքը չէր։ Մենք այստեղ ենք նման որոշում կայացրել, ես ու ամուսինս, ավելի շուտ առաջինը ամուսինս այդ բանը առաջարկեց։ Միշտ թթուներ պատրաստել եմ մեր ընտանիքի համար, միշտ ես էլ, ամուսինս էլ մեր ընտանիքներում միշտ ուտում էինք, սիրում էինք ու տենց այն որ արդեն տեղահանվելուց հետո մտածում էինք մի բան պետք է անենք, որ կարողանանք արժանապատիվ գոյատևել, ոչ թե մուրալ կամ եսիմինչ բողոքելով շարունակել գոյատևել, այլ արժանապատիվ կյանք պետք է սկսենք մեր երեխաների ապագան ճիշտ կերտելու համար, ինքներս մեր մասին մտածելով։ Տեսեք, թույր կարծիք կա, որ այսօր արցախցիները չեն ուզում աշխատել, սպասում են սոցիալական աջակցություններին եւ այլն։ Կարծում եմ սա եւս մեկ ապացույց է, հա, Արցախում նախկինում ինչով եք զբաղվում եւ այսօր ինչ եք անում։ Ես սկսեմ նախ իմ մասնագիտությունից, բանասիրականն եմ ավարտել, ես մասնագիտությամբ բանասեր եմ, աշխատել եմ եւ պետական կառույցում եւ աշխատել եմ կազմակերպչական գործ եմ կատարել, աշխատանք եմ կատարել, մինչ ամուսնանալուց հետո պետական կառույցում մամուլի պատասխանատու եմ աշխատել, դրա համար եմ ասում իմ երազանքը թթուներ պատրաստել ու վաճառելը չէր, ամուսինս էլ տարբեր այսպես ասած մասնագիտություններ ունի, բժշկականից մինչև տնտեսագիտականը տարբեր բաժիններ ավարտելով հիմա որ մասնագիտությամբ էլ ուզենա աշխատի, հաստատ կստացվի իր մոտ, դժվարը աշխատանք գտնելն է։ Ու ինքը գալու օրվանից ինքը պրպտումների մեջ էր անընդհատ, մինչև անգամ բանվորի գործը արել, մի օր էլ պարապ չի նստել, մինչև որ իր հիմնական աշխատանքն է գտել, բայց ես էլ քանի որ փոքր բալիկ ունեի, մինչև հիմա էլ դեռ պարտեզ չեմ տանում, չեն կանչել դեռ։ Ստիպված պետքա մի բան մտածեինք, որ տնից ինչ-որ բան անեինք կողմնակի, որ կարողանանք, ինչպես նշեցի, մեր արժանապատիվ կյանքը կերտել Հայաստանում։ Դրա համար մտածեցինք ինչն է մեզ մոտ լավ ստացվում։ Ու այդ գաղափարի հեղինակը ամուսինս էր, ինքը տենց վստահ ասաց, որ քեզ մոտ լավ ստացվում է, արի սկսենք, ու ես էլ չվարանեցի, ասացի մեծ սիրով։ Ու սկզբից քիչ քանակությամբ, փորձի համար, մեծ նեղ շրջապատի համար, էջ չունեինք, մեր սեփական էջերով գովազդելով, տենց կիսակատակ բան, մարդիկ սկսեցին մեզ վստահել։ Մեր առաջին լուսաբանողները եղան մեր արցախյան լրատվամիջոցները, ես շատ շնորհակալ եմ բոլորից, ոչ միայն արցախյան, այլ մեր հայաստանյան լրատվամիջոցներից, որ իսկույն նկատել են մեզ ու անընդհատ մեզ զանգում էին, պայմանավորվում, որ թեկուզ հարցազրույցի տեսքով, տեսանյութերի տեսքով լուսաբանեն ու այդպես մենք կարելի ասած ճանաչում ունենք այս պահին ու հույս ունեմ, որ գնալով ավելի մեծ ճանաչում կունենանք ու մեր երազանքը կիրականացնենք հենց մեր մայր հայրենիքում։ Ինչ ենք պատրաստելու այսօր, սոր ինչ ենք սրքելու։ Սոր տանդորն ենք պատրաստում։ Տանդորնը ստարե ինչա դուս է եկալ երկրորդ անգամ ավեր արդեն սկսում բան անելը, սարքելը, միջև դուս գալը շատ նոյզողն է իլալ։ Հիմնականում դրական հայերենով էլի նույն կերպ են արտասանում, թե դանդուր, հա։ Հիմնականում տարիքավ մարդիկ են մզանատ։ Տանդորնը ճակնդեղին ճավելում սոր է պատրաստալ, հա։ Բայց ես պահին դուք զուգադի պալık տանդորնին հդ, հա։
Դե տանդորնը նախապես պիտի ախրը լվանակ ու ասին վերմունք պրոդուկտը ընտրելիս ընտրում ենք լավագույնը դրան հետ է ամուսինս վեճ քշերնակոնին ու վեճ ցիրեկը քշերնա կեցալ սաղապրանքը բերալ հանստերալալ զուգադի պալացեր գալին հետ մենք սխտորը կտորում հա այս պահին սխտորնում կդ միջև ջուրը պլթա ջուրը պիտի պլթա տանդորնը այնա մակրած լվացած պատրաստ Ստեղ իմ օկնականն էսն, մծմծղլվոն էքսն, իմ մամուս տված ղզաննա, վերպերալա ստեղա հսրալ ինձ տվալ, թե չէ վեշ մի պենոնինք վուշլի մաս Կարող է գաղտնիքը այդ ղզղանին մեջին, վեր արցախյան Դուզ նասած առաջին անգամ հինչ ստեղ սկսալ եմ սարքելը, լող դավա տռալ, բալի ասած տես գաղտնիքն էլ հենց տրանում գիտամ, վերջը, սպասում ենք դա տռնում ջուրը պլթամա, այնա համարյա երման Արդեն կամանց տանդորնո լսնում ենք Հիշում եք այն ժամանակները Արցախում, երբ որ սեզոնային, հա, բանջարեղենի կամ մրգերի շրջաններ լինում, Արցախում կանայք քանի տարաներով էին, հա, կազմակերպում մեծ տոնախմբություն էր երևի թե յուրաքանչյուր ընտանիքում, մինչև կանայք պատրաստում էին թթուները կամ կոմպոտները, տղամարդիկ արդեն խորովածի պատրաստություն էին տեսնում, դուք ինչ կպատմեք այդ օրերից, ումից եք սովորել թթու դնելը։ Իմ այս շնորհքս կարելի ասած իմ տատիկներից եմ ժառանգալ, իմ մամուս մաման էլ, պապուս մաման էլ, երկուսն էլ լավ աղտիրած տինողն էին, ես հիշում վեր, իմ մամաս էլ է լավ աղտիրած սարքում, բայց ես հիշում վեր հիբուն նստալ ենք խոխավախտորեն նստալ ենք հացոտինք պապան ասալա քեցեք բաբոյին սուցեք մի նաման աղտիրած քելամ բաբոյի աղտիրած է երևի այստեղ հա ու միշտ շտեղել ինչու կրանք իմ մամաս ինքը յուրան վերասմա ինքն է ասում անձամբ վեր հա բաբոյին աղտիրածն են լավալա շատ լավալա սրքելիս Մի խոսքով իրանց հանայım երևի թե ժատի իմ մտածում վեր իմ մոտ ստացվում է ու ոչ թե ես նստալ ինչ վեր մինին անասը վերալ այլ իրանք վերնելի սնելալ օրինակ քեցամ կողքան քյոմագրալ օզալում իմ պենել ես անիմ եւ պահիտակ ասիս դե էնում գիտում լի կարիմ ուժը ես էլ ինձ դե փորձիմ ուժը վեր առանձին փսակվալում առանձին մլալ ամեն ինչը ինչու վեխալ կսկտրալա ես կսալım արդեն ինքնուրույն անելը Կարելի ասած ամեն ինչը ստացվալ է, հենց առաջին անգամից է ստացվելիս էլ է։ Այս պահին խլա պեներ կավ է ես ինտերնետ ամ եշում, որովհետև պեներ կավ է ես կի հասկացածել չում ստեղում եկաս կա, օրինակ այն մանդակը պենի ես Ղարաբաղ ես մանդակ սարքաշ չում, էլ հիշնավ էր առաջին անգամում ստեղ Վերջի այդի շատ պեներ կա։ Մենակ շամպինյոննա վեր ստղիս Հայաստանաբնակ մեր հայրենակիցն են օրինակ ասում են մուք հալամ շամպինյոն, մենք շամպինյոնի թթու փորձած չկանք, բայց շամպինյոնը ես Արցախում էլ մելատինիլիս ամուսնուս ռեցեպտ ավի ինքն էլ առաջին ինքնա տիրել ընտանիքով ամբողջ ընտանիքով այ հա ինքն էլ ապատարտի բոստանա մոտիկ յուրան դեդոնել ալալ լավ բոստան պեննելիս միշտ պատմելիս ալա միշտ ոգևորված դրատը մենք սստի հարցերում օրինակ ես երբեք քյունիմ չում ասում կամ ես ընտրիմ ժենգալ ինքը հասկանալավ լոխ դյուզ ընտրումա ու լավագույնը միշտ բերում ալի հիանալի է որ տանը համախմբված միասին կարողանում եք ոտքի կանգնել 3 մանկահասակ երեխաներ ունեք եւ կարծում եմ սեպտեմբերի 19-ի իրողությունը սարսափելի էր որովհետեւ գուցե եւ երեխաների մի մասը դպրոցում էր կամ մանկապարտեզում ինչպիսին էր ձեր պատմությունը սեպտեմբերի 19-ին առավոտյան ես 10 ամսական աստղիկի հետ տանն էի դե բլոկադա ուտելիքա սուղ համարյա այդ երևի այդ օրերին տենց մարդ չկար որ տանը ամեն ինչը պակաս չլիներ ընթացքում ինչ որ բաներ հասցնում ենք ձեռք բերել բայց կոնկրետ ես միշտ ասում եմ մենակ այդ օրը սեպտեմբերի 18-ին ես որ հայտարարություն եմ դրել որ վերջին ալյուրս էլ կեսը կփոխանակեմ ձեթի հետ որտեվ ձեթը вообще չկար տանը լրիվ վերջացել էր Հիմա միջև ես պայմանավորվեմ ինչ որ մեկի հետ, որ ինձ համար ինչ որ մեկը պետքա բան ուղարկեր ամսի 19-ին, այդ օրը առավոտյան ես առանց ձետ առաջին սուպը ապուրը եփել եմ փոքր աստղիկի համար, աղջկաս համար, որ հələ նկարել եմ ամուսնուս եմ ուղարկել, ասում լավ, ախորժալի է երևում, ես էլ կուտեմ դրանից կպահեք, մի խոսքով այդ
այդ պահին դե տղաս առաջին դասարանում որ շատ տանջվելով, չարչարվելով զորով ընդունել տվեցինք 7-րդ դպրոցում, թեկուզ մեզնից 10-րդ դպրոցներ մոտիկ 7-րդի համար ենք մենք պայքարել, որ գնա, որտեվ դեղից իր ձյուդոյի պարապմունքը երաժշտական դպրոցը մոտիկ էր, ասեցինք մի ուղղությամբ լինի։ Մի երևի մի երկու շաբաթ գնաց, այդպես էլ չկարողացանք շարունակել։ Հա, Արփին առաջին մանկապարտեզներ հաճախում Այդ պահին մեկը դպրոցում, մեկը պարտեզում, ես էլ փուճուրի հետ տանը մենակ ամուսինս աշխատանքի, հեռախոսները դե չեն աշխատում, երեխուն ճաշը տվել եմ կերելա, որ արդեն պետքա քնացնեմ, ես ձեներ եմ լսում, բայց վստահ էի, որ հաստատ դրանք կրակոցներ չեն։ Ես այդ վերջին բլոկադայի ժամանակ ես որ մի ձեներ էի լսում, չէի պատկերացնում, որ հնարավոր է պատերազմ լինի, ինչ պատերազմի մասին է խոսքը, դա կլիներ ցեղասպանություն։ Ով պետքա կռվեր էլի, ով ինչքան քանակի մարդ է մնացել, որ կռվի։ Մի խոսքով ընդհանրապես չէի պատկերացնում պատերազմի լուրը, որ կհայտնեն։ Դուրը բացում է մեր հարևանի տղան, ասում է ոնց որ սնարյադ են խփում։ Ես էլ ասում եմ երբ ֆուտբոլ են խաղում բակի երեխեք, որ ասել է սնարյադը արդեն էլ ինչ մտածելու բան, աստղիկին գրկում եմ իջնում նկուղ, սաղ լացելով բան, դե այդ արդեն չգիտեմ, չեմ էլ ուզում հիշեմ այդ պահը, որտեվ շատ ծանր է, որ 20 թվականից հետո ես մտածել եմ, որ այդպիսի օր մենք չենք տեսնելու, բայց տեսանք փաստորեն։ Ու երբ հաջորդ օրը առավոտյան մենք արթնացանք, մենք չենք քնել, բնականաբար այդ ձեների տակ քնել չի լինի, արդեն սնարյադները մեր շենքի կողքը շարած էին ու զինվորականներ կային, ստիպված բարձրացանք մի քանի շենք վերև, դեկորս տունը, որտեղ մնայինք, որովհետև մենք թիրախ էինք փաստորեն։ Գնացինք մի քանի օր էլ մնացինք տեղ, բայց այն հույսով, որ շուտով կդադարի, նորից կգնանք մեր տները։ Ոչ մի բան ավելորդ չենք վերցրել, վստահ էինք, որ հետ ենք գնալու։ Դե ասեցին, որ արդեն իմաստ չկա, ոչ մեկը տուն չի գնում, ընդհակառակը սա գյուղերը հայաթափել են, տեղահանվում են արդեն մարդիկ, մի մասը այրապորտում էր, այն որ կիսով չափ ուզում ես հավատալ, ինքդ քեզ հույս ես տալիս, բայց այդպես էլ այդ հույսերը չարդարացան։ Ստիպված ամսի 25-ին առավոտյան մենք էլ իջանք մեր տնից, մենակ շորեր էլ այնքան որ մի քանի անհրաժեշտ բան վերցրինք, բայց էլի լրիվ հույսներս չկտրած չէինք։ Ես միշտ այդ հույսը պահում էի, որ ոչինչ նորից հետ ենք դառնալու։ Ինչպես եք հաղթահարել ճանապարհը երեխաների հետ։ Համարյա 3 օր ճանապարհ ենք եկել, որից 2 օրը սահմանի այն կողմում էինք, կարելի ասած, մինչև Հակարի հասնելը ինչ դժոխային ապրումներ ենք ունեցել բոլորս, որտեվ չգիտենք ոնց ենք անցնելու, հազար ու մի բան ենք լսել, հազար ու մի բանամտքներով անցնում, ավելի այսպես ասած չափազանցրած, չգիտենք էլ ինչ է լինելու։ Մի խոսքով անձրևը մի կողմից այդ պայթյունի ձայնն էլ լսեցինք, ճիշտ է մենք ուշ ենք իմացել, որ պայթյուն է եղել։ Մենք մտածում էինք ուղղակի ամպրոպա բան։ Խոսքը բենզինի պայթյունի մասին։ Այո, այդ ամսի 25-ին մենք ճանապարհին պայթյունը լսվեց։ Մենք հետո իմացանք, որ ահագին ծանոթներ բան մնացել են այդ կրակի մեջ, հաջորդ օրը թե 2 օր անց դաժե։ Մի խոսքով շատ ես հիշում եմ նույնիսկ աստղիկը այդ ժամանակ տակդիր էր հագնում, իմ փայփայած վերջին տակդիրի կես բլոկը հանել եմ բանի այդ որ վեշերը կապել է վերևում ամուսինս այդ լարերի պատճառով դռները լրիվ չեն փակվել բնականաբար ոչ թե դռներ պատուհանների այդ արանքից անձրևը մտնում էր ներս էր թափվում էր մեր վրա դե մենք էլ 6 հոգով ես կիսուրս մեզ հետ ամուսինս 3 բալիկների հետ այդ պամպերսները սաղ կապել ենք, որ չթրջվենք, միջև Երևան հասնելը, միջև Գորիս հասնելը սաղ երևի վերջացած էին, այնքան էինք բան արել, ու երեխեքը մրսելով, հիվանդանալով, աստղիկը բրոնխիտ էր արդեն, որ 10 ամսեկան, որ մենք հենց եկանք, հասանք ստեղ, մի քանի օրից տարանք հիվանդանոց, տենց անտիբիոտիկներով, զորով նորից կարգի բերեցինք։ Հույս կար, որ անցնելու եք անցակետը, թե այնուամենայնիվ ոչինչ մեզնից կախված չէր եւ քանի հեռանում էինք, քանի մոտենում էինք անցակետին։
մինչև մոտենալը այն որ տենց դեռ հերու էինք ասում էինք դե լավ ինչ ա լինելու այսքան մարդուն հո չեն սպանելու չեն վերացնելու մի հոգի չի երկու հոգի չի որ ինչ որ բան անեն տենց հուսադրելով քիչ-քիչ գնում էինք բայց բոլորի մտքում մեկ է վախը կար արդեն որ մոտիկացել ենք մի բանով ուրախ էի որ մութ էր գիշեր էր ես ինքս ինձ հանգստացնում եմ ասում երևի իրենք էլ հոգնած կլինեն տենց երկար չեն ձգի ու փառք Աստծո այդպես էլ եղավ չեն պահել մեզ մի քանի րոպեի ընթացքում ընդամենը ստուգել են քանի հոգի ենք երեխաները մեծերը եւ այլն ու տենց բաց են թողել Ինչ եք զգացել առաջին վայրկյաններին երբ որ արդեն Հայաստանի Հանրապետությունում եք փրկվեցիք թե ճիշտն ասած այն որ մոլորված մարդ լինի առաջինը հենց այդ եկավ մտքից որ ուր ենք գնում ինչ ենք անելու այսքան հոգով որտեղ պետք է մենք մնանք ինչ կլինի մեր ճակատագիրը այդ սկզբին ինչ եկավ իմ գլխին իմ մտքին էդ էր բայց այն որ շունչ քաշեցի որ դրանց ճիրաններից պրծանք որ ինչ որ բան ինչ որ հրաշք պետքա լինի որ իրենք տեղից վերանան որ մենք նորից հետ վերադառնանք այնպես չի որ ես ուզում եմ ազատվել այնտեղից ինչ որ բան միշտ պահում էր բայց մյուս կողմից էլ մենք պատասխանատու ենք նաև մեր երեխաների համար չենք կարող նրանց ռիսկի տակ դնել ասենք չենք ուզում մեր հողը լքել մի խոսքով չգիտեմ մոլորված մարդիկ էլի Երեխաները հարցեր տալիս են թե որտեղ ենք հիմա ինչու Արցախում չենք թե դեռ մանկական Սկզբից այն որ եկել ենք դե ճանապարհին իրենք չէին հասկանում մենք միշտ աշխատել ենք իրենց հեռու պահել այդ վատ բաներից որ հոգեբանորեն երեխեքը չկոտրվեն չընկճվեն բայց այն որ արդեն եկանք ստեղ իրենք անընդհատ հարցնում էին էս էլ չենք գնալու բա էս խի ենք սենց խի ենենց դեռ արդեն քիչ-քիչ սկսեցինք մեկնաբանություններ տալ մի քիչ երեխայական բաներ ասելով որ ոչինչ հեսա որ իրենք շատ են մենք քիչ ենք որ մենք էլ շատանանք կգնանք կկարողանանք իրենց հաղթել ես չէի ուզում երբեք ամուսինս էլ մենք չենք ուզում որ հայը թույլի տպավորություն թողնի ուղղակի քիչ ենք իրենք շատ են քանակի խնդիրն ենք միշտ առաջ տանում ու ասում ամենից ցավոտը իրենց համար էր որ խի տատիկ պապիկը չենք բերել մեզ հետ դնեինք ավտոյի պապայի ավտոյի վերևը դնեինք կապեինք բերեինք հիմա խի ենք թողել եկել բա ոնց ենք անելու իրենք միշտ ամեն շաբաթ կիրակի գնում էին դե խաղում Որքան անկեղծ են, չէ, երեխաների ցանկությունները եւ որքան իրենք ավելի գուցե եւ ճիշտ են պատկերացնում։ Միջև հիմա աղջիկս ասում է, «Ստեղի տոնը լավ չի»։ Դեղ լավ այլալ, ասում ինչա վա լավ արփի, դեղ պլաշատ կայլալ, քեցանում խաղերալ հայաթումը, հնգերուն քալաստղ, ճիշտ այնքը քոլեջ գնում անկերուհիներ ունի, բայց այդքանը սաղ տնից դուրս ինչ որ տեղ ա գնում, բայց մեր բակում հայաթում կարելի ասած ոչ մեկի հետ չի, էս էլ լավ եկել են մեր կողքի հարևանները, իրենք էլ են վարձով մնում ուրիշ տեղից Արցախից չեն, բայց այդ աղջկա հետ ա շփվում, թե չէ իրենք իրենց բան մեկուսացված են զգում, որ ոչ բակ ունեն դուրս գան խաղան, ոչ բան կարոտում են երևի իրենց ընկերներին, մեկ-մեկ անունները տալիս են, հիմա աղջիկս թեկուզ փոքրն ա եղել, Արտուրը մեծը, բայց արփի հիշողությունը ավելի վառ ա, ինքը մեկ-մեկ ասում ա, ես հիշում եմ Այս ինչ խաղալիքը խոսքի պարավոզիկը դրած էր այն վերևի բանի վրա, Արտուրը մեկ-մեկ ասում ա, մամա հիշում եմ, որ մտնում էինք, այդ խոդով որ մտնում էինք, ձախի վրա ննջարաններ, այս մի կողմի վրա զալներ, կուխնյայի տեղը ոնց որ մոռացել եմ, հա, արփին սկսում ա ուղղելը, մի քիչ էլ գնում ես կուխնյան ա էլի Արտուր, հա Հիմա ինչ ենք անում, սպասում ենք մինչև Համարյա եղել ա, չէ, քանի որ ինքը արդեն նոր բանա նորա դուրս եկել, այսպես ասած, շատ թարմա, շատ չենք թողում եռա, այնքան որ տաք ջրի մեջ մի քիչ մնում է, որպեսզի խրթխրթանությունը պահպանի, չենք եփում, ուղղակի sense մի հատ ստուգում ենք, արդեն լավ է։ Ինչ եք կարծում, եթե ձեր բաբոն հիմա այս ամեն ինչը տեսներ, ինչ կասեր, հա, կողքից ինչ խորհուրդներ կտա։ Իմ բաբոներից մեկը ողջ է, իմ մայրիկի ճիշտ է մի քիչ հիշողությունը գնում գալիս է, մեծ է 80-անց կին է, առողջական մի քիչ խնդիրներ ունի, բայց երբ այդ պահին հիշում է ես որ խոսում եմ, ինքը միշտ հպարտուց, ինձ միշտ ասում է, ես քեզանա արխային եմ, միշտ այդ խոսքը ինքը ասում է, ամեն ինչ դեպքավտյանս հացը սրբելուս մարդ կիլանատոն։ Դե մի բաբոյս անա խոսում
ուսումչում իրան թորներան ամենաշատը եթե գլուխ չգովա միշտ ամենաշատը ինձ էլ է սիրիլիս որտեվ իրան անումն ընտիրալ միշտ սեզալ օնում այդ մատաղ հա ուտի իմ սարքած ամեն ինչս էլ լսելիս հələ ամենալավն է մաման վեր պենա սարքած Վիկտորիայի պատրաստածն է որովհետեւ միշտ լսելիս հա դու լավ ես սարքում հիմա սրան ջուրը պիտի քամինք բայց ամեն դեպքում մի գաղտնիք կա, չէ՞ որ համավտռնա կամ մի զրույց կա, չէ՞ որ պիտի աղտիրեսներին հետ այնինք հանցու համավտռնա։ Ես այսիմ անկեղծ ես վեր այս ծզնհդ խոսում, այս պահին ստի ծզնհդում խոսում, բայց ես վեր մենակում ունում, ես երբեք ստի մտքես դոնը ընկած աղտիրես չում սարքում, վեչել տխուր պեներ մտածում, յագիդում չում ինչեր անում, նաուշնիկը անջուկիս կամ դինամիկը պեցուր միա, ես միշտ երաժշտության տակում գործանում, պիտի, ես միշտ ասում եմ գործը պիտի պեցուր տրամադրության բանից, դու ինքդ քեզ լավ զգալա, վեր լավ տրնա, ու ասիմ այսքան վաղ թալա իլաշ չի վեր ես մին օրիշ միջավայրում, մին աղտիրած սարքիմ, տրանը տում կապում։ Սոր բացառությունը կրալ, մունքել լասկսը վերնի։ Ձեր ներկայացամբում, հա։ Դենդիա վեր դուք էլ ոգևորում մուքից տրան հտեա, համավտրնլան։ Ինչ ենք թողել Արցախում, ինչ եք կարծում, նյութականից զատ, ինչ ենք մենք թողել այնտեղ։ Ես այս պահին նյութականի մասին ամենավերջինն եմ մտածում, Արցախում թողել ենք մեր գիտակից կյանքը, մեր կառուցած կյանքը, մեր մանկությունը, պատանեկությունը, մեր երեխաների չտեսած մանկությունը, որ պետք է այնտեղ տեսնեին, բայց չարժանացան այդ բախտին։ Ես չգիտեմ, իմ կյանքի ամենալավ տարիքը ես համարում եմ մանկություն, չնայած ոչ թե իմ բոլորինն է տենց, ու ես շատ լավ մանկություն եմ ունեցել մեր գյուղում։ Ինչ այստեղ ունենք, կարելի ասած դրանք ձեռքբերովի են, դրանք կարող ենք ունենալ նաև ուրիշ տեղ, բայց այն ինչ ունեցել ենք Արցախում, ոչ մի տեղ երբեք չենք ունենա։ Պարզապես մեզ հույս տալով ապրում ենք, որ որերից մի օր երևի թե մի լույս կբացվի, նորից հետ կդառնանք մեր տները, չգիտեմ։ Հետաքրքիր է այս եթերաշրջանում որոշել ենք, որ այլևս չենք ուզվելու, ցավի մասին ավելի քիչ ենք խոսելու, բայց չի ստացվում։ Հիմա ինչ անենք։ Ես ամենից շատն եմ խուսափում այդ լացելուց, բայց ես անկեղծ եմ ասում, ես որ ինչ որ մեկը լացելով խոսում է, ես ջղայնանում եմ, որ չպետք է կոտրվել, չպետք է լացել, բայց փաստորեն այս թեման ամենաանխոցելի մարդն էլ է խորն է երևի դրանից է գալիս ամեն ինչը։ Ինքնստիկյան այդ ցավը արդեն թարմանում որտեվ ինքը երբեք չի էլ սպիանա ինձ թվում է այս ցավը չի սպիանա մենք այնքան արյուն ենք կորցրել այնքան արյուն կա այն հողի վրա թափված որ չգիտեմ ինչքան պետք է անցնի որ այդ արյունը լերթանա սպիանա այդ ամենը մեզ վրա է անդրադարձել մեր հոգեվիճակների վրա Լինում է երբ որ աշխատելիս մտովի վերադառնում եք Արցախյան ձեր խոհանոցը եւ այսպես անցնում եք դարակներով մտածում եք փոշի կա հիմա երևի այնտեղ լցված կամ ես խառը թթուները պատրաստելիս եմ միշտ ես որտեվ այնտեղ էի միշտ խառը թթուները միասին դնում հիմա տարբեր ամաններում որ դնում եմ հետո միասին խառը դասավորում եմ ու վաճառքի ենք անում բայց այն ժամանակ 3 լիտրանոցների մեջ խառը դնում էի հիմա ամեն անգամ խառը թթու բառը նույնիսկ արտասանելիս ես հիշում եմ դեռ մեր խոհանոցի սեղանի վրա շարված այդ խառը թթուների բաները ու միշտ հիշում եմ որ մեր չայնիկը խանգարում էր միշտ տանում էի ուրիշ տեղ էի դնում սարք պատրաստում էի հետո տանում իր տեղը դնում ահագին բաներ այդ մեխանիկորեն գալիս են մտքովդ անցնում իհարկե բայց նորից եմ ասում չեմ ուզում անընդհատ անցյալով տենց որտեվ դրանով ավելի շատ կոտրված կորած մարդ ես քեզ զգում պետք է այնպես անենք որ քիչ ավելի վերագտնումով ապրենք որ մենք մեզ գտնելու ենք պայքարելով երևի թե պիտի ապրենք իհարկե մենակ պայքարի ուղիներ փնտրենք որը որ ավելի ճիշտ կլինի հիմա սպասում ենք երևի հիմա արդեն երևի ես մի քիչ սառը ջուր լցրի հեսա հանում եմ արդեն բերեմ լցնեմ մնալու է քացախը ու մնացած բաները Այդ էլ իմացանք երեխաները ուտում են թթու թե դեռ չեն հասկանում Սկզբից չէին դե փոքր էին բայց հիմա արդեն ու ասեմ որ իրենց համար թթուն միակ թթուն
սկզբից էլի որ սկսել են տեսել են որ հասկացել են թթուներ ենք պատրաստում կաղամբին կարմիր բազուկով կաղամբին էին որ ասма պրիզնատ գալի արցախցիների անբաժան սեղանների անբաժան մասն հա ասма մունք այդ տրանա օտում չունք մունք մենակ աղտիրած ընկոտում խիարը տամանք աղտիրած խիարը տամանք ասма մունք տա օտում չունք մունք մենակ աղտիրած ընկոտում աղտիրածն է քալա բայց մենք ամեն ինչ ան կարելի ասած փորձում են հիմնականում բայց մինա ծաղկա կաղամբ այդ կարմիր բազուկով կաղամբը դրանք են սիրում։ Ինչն եք ամենաշատը կարոտում Արցախից եւ ինչն եք ամենաշատը վերհիշում։ Ճիշտն ասած ամենաշատը իմ առօրյային եմ կարոտում, այնտեղի երուզերին, այնտեղի վասքին, այնտեղի մարդկանց, մեր բարբարին, որ ամենուր մեր բարբարն էր լսվում։ Երբ որ փողոցով քայլելիս կամ հանրային վայրերում լսում եք Արցախյան բարբառը, երևի թե դուք էլ ինձ նման պտտվում անպայման ու փորձում եք հասկանալ ծանոթ թե անծանոթ, չնայած հիմա իրար հետ անպայման մի քանի բառ փոխանակում ենք ու պարտադիր հարցնում ենք եւ ինչպես ենք հարմարվում, հա։ Հա, նույնիսկ անծանոթի հետ կարելի է ժամերով զրուցել որովհետև նույն դարդի նույն ցավի տեր մարդիկ ենք էլի։ Հիմա լցնում ենք։ Հա։ Հիմա արդեն կարելի ասես մի քիչ հովացրել եմ։ Լցնում ենք, որից հետո քացախը, աղաջուրը, սխտորը։ Դանդուրի թթուն, այն թթուներից է, որ այդ ասենք հիմա պատրաստում եմ երեկոյան կիսով չափ պատրաստ կլինի շուտ լինողներից է։ Կարիք լողչանիկ, կարիք։ Հա, մի երկու անիմ, աղաջուր ենք համել, նույն ջրամանում սարքեմ, այցիմ կխեն։ Առաջ դե բենում ումլալ դինիլիս, այն վեր նոր սկսալ ենք ախտիրացնել դինիլը, վեճ բան կայալալ վեճ բեն դուզն ասած այնքան լավ մարդիկ են մզ պտահում միշտ սա էլ եւս մեկ ապացույց որ չկա հա տարանջատում Հայաստանցի Արցախցի բոլորը միասնական են իրականում այստեղ ինչքան վերասմա իրանց նման այսիմ Հայաստանցի ենք պտահալ գործի բերումով այն վեր թեկուզ հիվանդանոցում վերոզյալ քինինք գրանցվինք վեր մի խնդիրին է ախորը քինինք մզ միշտ մեծ սիրով ընդունում միջեմ հենգել դի ամեն տեղ շտեղ քյունում ենք մզնհատ միշտ ջերմն լավն միշտ մեր օզածնն անում իրանք մի խոսքով հա այս բանկեկն էլ վեր օզալենք յորոնինք ասալենք ռչան ասալենք տեսնանք ինչու պենան տանը մեր իլած ինչու իլալա այս տնատարին պեն լիտրանոց ամաններում պենում դիրալենք այն վերասմա կոպոլիվի բանկոցում շատ չնքլի հալամ ախրը առաջին անգամ ակ բիզնես դիրանդի չվեր սղաջերին հտեա հետո սկսալն արդեն վեր հայտարություն ընք տվալ վեր աղտիրազնի գովազդի հետ էլի զուտ պենը նրալ դի Հայաստանաբնակներ հիմնականում կիրալ են թամազենա այս ինչ չապսի բանկաներոնիկ այս ինչ հասցեում ընք եթե պետքա կարիք կյակ տանիք ու միջև որս էլ են այդ մարդիկ կան միշտ մեր կողքին են բայց տիպի ներկա վեր ստանդարտ չափի ենք անցկացալ, են վեր ասма արդեն ամուսինս էլ ամեն ինչավ հետաքրքրվում է, վեր արդեն ավելի կոկի կնի ամեն ինչը Բաբոին ախտիրածը մայնցս քեմագանում վեր Հա, բաբոիս ախտիրածը, հա Այս մեր դիժեր կյանքի պենում մզ քեմագա, հա Որպես պարզապես արցախցի, հա, որպես այդ ամեն ինչի մի մասնիկը Ինչ է կարծում, որտեղ ենք սխալվել, գուցե որտեղ ենք թուլացել նաև։ Ես միշտ մտածում եմ, թե երևի ես էլ ինչ-որ մեղավորուց ինձ վրա եմ վերցնում էլի, երևի ինչ-որտեղ ես էլ եմ սխալվել, մի կողմից այդպես եմ ասում, մի կողմից էլ ասում եմ, էլ ինչ պետքա անեի ես, մենակ մնացել էր, որ ես ինքս զենք վերցնեի ու գնայի կռվելու։ Ամուսինս իր պապային հայրը 90-ականներին է զոհվել։ Հիմա ինքը երկու աղբոր հետ 16 թվականից մինչև սեպտեմբերի 19-ը ինչ եղել է վազելով գնացել են։ Փառք Աստծո երկուսն էլ ողջ հետ են եկել։ Հիմա ասում եմ իրենք էլ իրենց կողմից են ամեն ինչ արել։ Հիմա մենք չգիտեմ սխալը ում մեջ է, համենայն դեպս
այդպիսի ընտանիքներ շատ կան, որ իրոք իրենց ծնված օրվանից մինչև վերջ պայքարում են ու անում են ամեն ինչ իրենց երկրի համար, երկիրը պահելու համար, հայ պահելու համար, երկիրը հայ պահելու համար, այն որ Արցախում էինք։ Հիմա որ սկսեմ ես ինքս ինձ մեղադրել, արդեն չգիտեմ ինչ հոգեվիճակում կհայտնվեմ, ուստի սկսել եմ ավելի շատ այն եզրակացությանն եմ եկել, որ փաստորեն ես ինքս ամեն ինչ արել եմ, մինչև վերջին վայրկյանը ես մնացել եմ իմ հողում։ Մեզ ահագին առաջարկներ են արել, որ եկեք Ռուսաստաններից, տարբեր տեղերից, որ 20 թվականից հետո հատկապես որ գնանք գործը կունենաք, եկեք եւ այլն, մենք ձեր կողքին կլինենք եւ այլն, բայց երբեք մենք չենք մտածել, որ պետք է լավ կյանքի համար թողնենք երկիրը, մեր հողը թողենք ու գնանք։ Այն որ ստիպված ենք եկել։ Հիմա ինչքան էլ ուզում ենք մեղավորներ փնտրենք, ես ինքս այդ ուղղությամբ արդեն չեմ էլ մտածում, արդեն ինչ եղել է։ Ես որ այս պահին ասեմ, այս ինչը մեղավոր է, ու ինչ որ մեկն էլ ապացուցի, որ այդպես է կամ այդպես չի, մեկը իրավիճակը չի փոխվելու։ Դրա համար պետք է արդեն ինքներս աշխատելով այս թեկուզ այս գործը, որ մենք սկսել ենք, հենց էդ էլ է հիմք հանդիսանում մեր երկրի հզորացմանը, ես այդպես եմ մտածում, յուրաքանչյուր մարդ մի ձևով կարող է աջակցել իր երկրի ուժեղացմանը, մեկը ինչ որ բիզնես դնելով, իր երկրի պատիվը բարձր պահելով, կոնկրետ մենք մեր երեխաներին լավ դաստիարակություն տալով ամեն ինչ անում ենք, որ իրենք մի բանի հասնեն ու մեր հայի պատիվը բարձր պահեն, այս պահին, որ իմ բալիկները 3-ական, 4-ական պարապմունքների են հաճախում, տարբեր մրցույթների են մասնակցում, մրցանակային տեղեր են զբաղեցնում, դա մենք ոչ թե մեր սեփական եսի համար ենք անում, այլ մեր տեսակը, որ միշտ գլուխը բարձր լինի։ Ուզում եմ ասել, ես մտածում եմ, որ այս պահի դրությամբ առաջին հերթին մենք պետք է մեզ վրա աշխատենք, հետո նոր սկսենք մեղավորներ փնտրել։ Ինքներս, եթե փնտրում ենք մեղավորներ, ուրեմն պետք է մի բան կարողանանք անել այդ մեղավորին կոպիտ ասած աչքը հանելով, իսկ այդ աչքը հանելն էլ կլինի մեր կացությունը, թե մենք ինչպես կդրսևորենք մեզ, թե ինչպես կմնանք մեր հայրենիքում, այնպես կանենք մեր հայրենիքը ավելի հզոր լինի, թե կթողնենք ու կգնանք։ Կմնաք միանշանակ։ Վերադարձի տեսլականը ես հույսս երբեք չեմ կորցնում ու ուզում եմ, որ ոչ մեկ չհուսահատվի, երբեք։ Լավ է լինելու ամեն բան։ Ինչ եք անում հիմա եւ գուցե այսպես էլ ամփոփենք արդեն մեր զրույցը։ Հիմա արդեն աղաջուրն է, այ սխտորը մոռացա, սխտորը կտրեմ, նոր աղաջուրը վերջնական լցնեմ։ Սխտորը նորից կտրում ենք, արդեն վերևի լցնում սխտոր, այ քիչ, բայց ոչ շատ քանակությամբ եմ անում, որտեվ կան մարդիկ, որոնք ընդհանրապես սխտոր չեն սիրում կամ քիչ են ուզում, ճիշտ անհատական պատվերներ միշտ ընդունում եմ, բայց համեմատաբար աշխատում եմ շատ չլցնել, որպեսզի բոլորի համար հաճելի լինի, էլի։ Հիմնականում երևի վարունգ, կաղամ, որ չչափազանցնեմ, այս պահին երևի մի 30 տեսակի թթուներ ունենք։ Այս գարունը ինչ եկել է, այս դանդուր, մանդակ, կրմզյուկ, բանը, խնջլոզ, աստղաշուշանը։ Դրանք սաղ, որ արդեն դուրս են եկել, բնականաբար իմ գործը շատացել է։ Շատ ավելի լավ ու հաճելի։ Հինչավոտ ինք աղտիրած է վեր համավինի։ Աղտիրածը մունք չարազնք։ Ամեն ինչին թամքինում է, բայց երևի թե խրավածին, ուրախության սեղանների երևի ամենակարևոր բեներից մինը աղտիրածնա, այս տեսնա մեր խալաձելնիկում հինչոնի պեցրած վեր, սա հալա նորա օզում չում սրանա համ տեսանիք, սա պիտի մին պատարգենա հետո լի։ Մունք վեր աղտիրածնք մեր տոնը վեր մի մարդակյամ ուրխանում ենք, որտև սովորական վերմունք նստում ենք հաց հոտում, հսցնում չում կշանա մզտե աղտիրած պին, բայց վեր մարդակյամ առիթ պենայինում, գյուն վեր ստիպված քինանում աղտիրած պին մահնա է։ Հա, վաղտայինում մեր հաճախորդներն մզանա շատ ունենում այդ տեսականից օգտված, իրանք ավելի լավ են համին տիրապետում, քան մունքլի ես առաջին անգամ կարող աղոտիմ ասում, բայց դա էլ է լավ։ Իրանք արդեն գիտում են դա ինչա։
Թող հետագայում, ինչպես զրույցի սկզբում եք նշել, որ սա ձեր երազանքի աշխատանքը չէ, թող գուցեև սա ճանապարհ դառնա, որպեսզի հասնեք ձեր երազանքների աշխատանքին, ձեր երազանքների իրականությանը։ Շնորհակալ եմ ձեր օրը մեզ հետ կիսելու ու անկեղծության համար։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ ամեն ինչի համար։ Հուսանք եւ հավատանք, որ մի օր իսկապես ամեն ինչ լավ է լինելու։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։